Ես միտեղ կանչեցին, մտադեղ վերջը, շատ ծանոթներ կային, հին եղբայրներից, մարդկար մոտ 50 տարվա հավատացյալ էր։ Այդ խոսալու ժամանակ մեկը արանքից մեկ ուրիշ հոգի տարբեր տեղերից են հավաքվել, մեկ արանքից ասաց եղբայրներ, ասենք օրինակ մի լավ եղբայր գիտեմ, թե ում էր ասում իրանց մոտից, ինքը Գերմանիայից էր, ասաց ինքը ասում է Աստծո օրենքը պետք է մենք ուշադիր նայենք։ Մեկ էլ այդ եղբայրը, որին ճանաչում եմ, շատ վաղուց եմ ճանաչում, մոտ 30 տարուց ավել է ճանաչում եմ, բայց ինքը մոտ 50 տարվա հոգևոր է, 45-ից 50 տարվա այդպես գիտեմ։ Այդ եղբայրը ասաց. «Եղբայր ջան, տեսնեին բանի տեղ մի դիր, դրանք օրենքի տակ են, շնորհքի տակ չեն»։ Բայց դες մի բան չասեց այդ մարդը։ Ասեց, Աստծո օրենքին պետք է ուշադրություն դարձնենք։ Այս հովիվ մարդ էր, երկար տարի աշխատում է, հեռուստացույցով է ելույթներում ալիք, ասենք ալիք ունեցել հիմա չունի, անգամ ռադիոյով երկար տասնյակ տարիներ ինքը քարոզներ ա տվել, հաղորդումներ ա տվել։ Զարմացա ես, որ ինքը այդպես բան ասեց։ Այդքան գիրք կարդացած, այդքան խորացած ու ինչ պատասխան տա, ընդհանրապես որ ասին Աստծո օրենք, Աստծո օրենքի անունը տվեց, ինքը անմիջապես Աստծո օրենք սիրողներին անպատվեց։ Դրանք օրենքի տակ շնորհք չեն հասկացել, շնորհք չգիտեն, դրանք բանի տեղ մի դիր։ Ասում անարգի, առհամարի։ Երբ որ ես բաներ տեսնում եմ, Տերն է ցույց տալիս, գիտեք, չէ՞։ Տերը ցույց է տալիս, մինչև այդ խոսում է, հետո ասում է դե տես։ Որ Եզեկիելին կամ ասենք Երեմիային ասում, հələ մի հատ գնա ժողովրդի մեջ, նստի ու լսի, տես ինչ են ասում։ Ու Տերը սկսում է մեկնությունը տալ, Տերը տեսնում եք սենց ասին, սենց, ու ասում էր, որ էդի որտեղից է գալու, ինչից է եւ այլ։ Բայց մարդ ասում է, դրան բանի տեղ մի դիր, այդ մարդը օրենքի տակ է, շնորհքից ընկած է, չի հասկանում Աստծո շնորհք, բանի տեղ մի դիր։ Ասենք օրենք անունը մեկը տա, այնց են տրամադրել համաշխարհային մասշտաբով։ Սատանան այնց է տրամադրել, որ այդ օրենք անունը չլսվի։ Աստծո օրենք են էլ։ Մի ժան հիմա ինչ-որ տեղ էլ Հիսուս անունի հետ է կապված։ Որ գնաս այդ երկիրներ կան, որ գնաս խոսես Աստված, հա, վայ, մեծարում են Աստծուն, ամենակարող է, երկինք երկիրաստեղծ եւ այլ, հենց Հիսուս անունը 10 վերջացավ էլ։ Քեզ անարգում են։ Չեն էլ լսում, ժամանակ այլ ասում են, դուք ճանաչում եք, չէ, լսել եք, ասենք իր գործերից, արածներ, չէ, բայց իրենց տրամադրել են։ Մեկը գնացել էր այրոպորտ, մարդկանց ճանապարհի, ասում է, այդտեղից ինչ-որ երկրից, մուսուլմանական երկրներից ինչ-որ մի խումբ տուրիստներ կային։ Ասում է, եւ ես սկսեցի հետները խոսել ավետանից, ասի չէ, մեր հետ մի խոս ասեցին։ Մեր մեծերը մեզ ասել են, որ հենց այդ անունը ընդունես, լսես, մտավ գլուխդ կամ սիրտդ, դու պղծված ես։ Հիսուս անունի հետ էին։ Կամ ավետանի համար ասել են, ձեռք էլ տաս ավետանին դու հարամ ես, այդ ձև էին ասում, դրամար մարդիկ հուշտ էին լում, որ ավետան անգարս չիմանալով բրնեն պետք է կցեին ու գնային լվացվեին, ձերները լվան, բան անեն, ավետան են բրնել, դու պատկերացնում եք, ինչ ձևի չխար աշխատանք տար է, որ ժողովրդին հասցրել է դրան, հիմա էլ օրենքի հարցում է,
որտեղ ասում է ոչ ոք չի կարող մեղք իմանալ, եթե ոչ օրենքով։ Եթե մեղքը չի կարող իմանալ, չի էլ կարա հասկանա ապաշխարությունը ինչ է, չի էլ կարա խոստովանի, չի էլ կարա զղջա դարձի գա դեպի Հիսուս, որտեղ ասում է օրենքը դաստիարակ է դեպի Քրիստոս։ Ուրեմն դրա համար քանի որ շատ է հալածված օրենքը, շատ է գծված, Աստծո օրենքը ոտի տակ գծված է, դրա համար մենք պետք է բարձրացնենք այդ օրենքը։ Հենց առաջին ձեր փրկության համար, ձեր օրհնության համար մենք գիտենք արդեն, որ օրենքով չի փրկությունը Քրիստոսով է, բայց օրենքը դեր է խաղում, որ մեզ տանի դեպի փրկչին։ Եթե ոչ, փրկչին չես կարող հասնել։ Տերը մինչև որ փրկչին հասնի մարդուն, մինչև որ Հիսուսին հասցնի, օրենք տվեց։ Եվ հիշենք, որ օրենքը, երբ որ աշխարհ մտավ, առաջինը ով գրեց այդ օրենքը։ Ապրեք, Աստված ձեզ օրհնի։ Աստված գրեց քարե սալիկների վրա, որ կոչվում է քարե տախտակներ։ Առաջինը Աստված օրենքը գրեց։ Եվ հələ տեսնենք վերջում ով է գրում։ Վերջում ով է օրենքը գրելու, հեսա կարդանք։ Ուզում եմ կարդալ Երեմիայի 9-ի 23-24 խոսքերը։ Իհարկե, որ ամբողջ տեքստ կարդում ես ավելի հետաքրքիր է, բայց որտեղ համարներս շատ են չձանձրացնելու համար կարճ եմ վերցրել։ Տերը այսպես է ասում է 23-ում, այսպես է ասում Տերը, իմաստունը իր իմաստունով չպարծենա և զորավոր իր զորությունով չպարծենա, հարուստը իր հարստությունով չպարծենա, այլ սրանով պարծենա, ով որ պարծենում է, թե հասկանում և ճանաչում է ինձ, որ ես եմ Տերը, որ երկրի վրա ողորմություն, իրավունք և արդարություն եմ անում, որ ես սրանց եմ հավանում, ասում է Տերը։ Երկու հարց դրեց, ով որ ճանաչում և հասկանում է ինձ, ճանաչում և հասկանում է ինձ։ Այսօր մենք շատ հավատացյալներ ենք ճանաչում, իբր թե զորավոր են, իբր թե իմաստուն են, ջոգել են, ասենց ասած այդ կոճակները ճարել են կնոպկեքը, որ կնոպկեն սխմես հաջողությանը, եսի մինչի բժշկության, կարծես ես բաներ են ճարել։ Բայց դե սեղմում են, չեն սեղմում այդ կոճակները, մեկ էլ փրթվում են այդ կոճակները, ոչ էլ մի բան է կատարում։ Եթե կոճակներ ճարելով չի, Աստծուն ճանաչելով և հասկանալով է զորությունը։ Դրա համար ասում է իմաստունը, զորավորը, հարուստը իրենց այդ ունեցածով չպարծենան, այլ նրանով պարծենա, որ պարծենում է, որ ճանաչում և հասկանում է ինձ։ Ինչ է նշանակում ճանաչում և հասկանում է ինձ։ Այսինքն ճանաչելը նշանակում է մենք գիտենք նրա գաղափարները, նրա հասկացությունները, նրա վերաբերմունքները, նիստուկացը, ամենայն դեպս ինչ է մտածում, ինչ է անում, ինչ է արել, ինչ է ուզում անել, սա ճանաչողություն է։ Կամ հասկանում են, որ ճանաչում և հասկանում է ինձ։ Հասկանալը սա է, որ ինքը խոսում ես, հասկանում եմ ինչ ասում։ Կամ մի գործ արես, հասկանում եմ այդ գործը ինչի արե։ Մարդը մեզ պալատա շիդե, ասում է, հա, հասկացար ինչի համար եմ ես շինը, ասում հա, սա ինչ է, ասում մանկապարտեզ։ Հասկացել եմ, թե չէ այդ մարդու։ Չեմ հասկացել, վատ բան չասեցի, մանկապարտեզով եմ ուզում փագեմ։ Եվ այլ։ Հասկանաս ինչ է անում, ինչ է ասում։ Դա Տերը ասում է, հասկանում են ինձ, ես ինչ եմ անում, ինչ եմ ասում։ Լավ Տերը օրենքը գրեց, հասկացան մարդիկ ինչ է։
Հասկացան ինչ էր։ Կամ ասում է եբրայեցիներին կանրադառնում այս մասը, շատ ժամանակ մինչև մարդիկ չեն հասկացել։ Ասում է առաջին ուխտի հետ կապված թեմայից է խոսում եւ ասում է թեմաներից ասենք նիստուկացից եւ այլ դետալներից ասում է որոնք երկնավոր անգամ այդ դետալները սեղանն ինչա նշանակում է ճրագականն ինչա էս մեկ ինչա ասում է շատ բաներ կա որ վերջ չունի պատմեն Պողոս ասում է պատմեն վերջ չունի բայց ասում է որոնք այս բաները երկնավոր բաների օրինակով եւ շուքով էին ծառայում ինչպես հրաման եղավ Մովսեսին որ խորանը շինելու էր ասիկա Մովսեսը իհարկե մնացածների օգնությամբ մտիկ դուր ասում է որ ամեն բան անես այն օրինակի պես որ ցույց տրվեց քեզ սարում հասկանում են ինչ ասում Տերը մարդիկ հասկացել են Տերն ինչ ասում հիմա միլիոնավոր մարդիկ այդ խորանը ասում են ճշմարտության պաշտամունք ոչ թե ճշմարտության պաշտամունքի օրինակ կամ նմուշ կամ խորհուրդ 1000 տարիներ է անցել դեռ չեն հասկանում Տերը ինչ ասեց այնպես շինիր ինչպես որ իրականը դու տեսար սարում այդ օրինակի պես այսինքն ինչ որ շինվում է սա մակետն է օրինակն է իրականը չի բայց մարդիկ դեռ չեն հասկանում են տաճարը որ Մովսեսը որ վրաններով է սրբարանը սրբոցը սարքեց կամ Սողոմոնը քարերով սարքեց դրանք իրականը չէին մարդիկ մինչև հիմա չեն հասկանում թագավորներ ղեկավարներ եկեղեցու հովիվ կոչվածներ քարոզիչներ վարդապետներ ես մինչեր դե եթե դրանք չեն հասկանում այդ թեման որ իրենց է վերաբերվում ეხեր այն ժողովուրդը որ դից հասկանա որ թեմային ծանոթ չեն հասկանում են Երանն որ ճանաչում եմ հասկանում է ինձ հասկանալը շնորհ հասկանաս ինչ ասում Տերն ասպես ասեց հասկացան որ Տերն ինչ ասում հասկացած լինեն 1000 տարիներով կռիվ չեն տա քրիստոնյաների հետ որի փրթե չէ պետք է մնա այսի նույնը Մասնակ առաջ հետո սրան նորից կդառնամ ուրեմն Տեր ասում է նա որ ճանաչում է հասկանում է ինձ առաջին անգամ որ օրենքը երկրի վրա Աստծո օրենքը գրվեց Աստված գրեց տախտակների վրա 10 պատվիրաններ 2 տախտակների վրա այս մի տախտակը եւ երկրորդ տախտակը պատվիրանը բաժանվում է 10 պատվիրանը բաժանում է 2 մասի Աստծուն վերաբերվող մաս եւ մարդուն վերաբերվող մաս առաջին 3-ը բոլորովին Աստծուն են վերաբերում 4-ը մի մասը Աստծուն մի մասը մարդուն իսկ 5-ից 10-րդը ամբողջովին մարդու հետ վերաբերմունքը ծնողի հետ վերաբերվում հարևանի հետ ընկերին կամ ասում մի սպանի չէ մարդ ասպան մարդու հետ վերաբերվում մի սուտ խոսա մի շնացի մի ցանկացին ունեցածին կամ շաբաթ օրվա 4 պատվիրանի կեսը մարդուն էր վերաբերում անգամ անասունին որ ասում է թող հանգստանա կեսն էլ առաջին մասն էլ Աստծուն պատվելու հիշելու երկրպագելու մասն էր մարդիկ չհասկացան հիմա ինչ էր գրել Տերը 4 տախտակի քանի պատվիրան գրել էր մի տախտակին քանիսը մյուս տախտակին Կապ չունի, բայց որ Տերը կարող է մի տախտակի վրա տեղավորել, բայց եթե 2, դա էլ հենց խորհուրդ էր, իմաստություն որ հասկանաս Տերը ինչու 2 տախտակ ասես Մովսեսին որ հասկանան բաժանում է 2 մասի այս օրենքը, Աստծու վերաբերվող եւ մարդու վերաբերվող։ Եվ առաջ գնանք, ուրեմն Մարկոսի ավետարանի 12-րդ գլխի 28-31-ն եմ ուզում կարդալ, ասում եմ, եւ դպիրներից մեկը մոտ եկավ լսելով, որ վիճում էին, տիրոջ հետ ոմանք վիճում էին այդ
իբր թե իրանք ավելի լավ աստվածապաշտություն գիտեն, լավ են հասկանում, չգիտեն ով է իրանց առաջ կանգնած, հետը վիճում են։ Երբ որ տեսավ, այս դեպիներից մեկ ասում է, թե Տերը լավ պատասխանեց նրան հարցրեց, որն է ամենից առաջին պատվիրանքը։ Հիսուսն է նրան պատասխանեց, թե ամեն պատվիրանքներից առաջինը սա է, լսիր Իսրայել, մեր Տեր Աստվածը մեկ Տեր է։ Սիրիր քո Տեր Աստծուն բոլոր սրտիցդ, բոլոր անձիցդ, բոլոր մտքիցդ եւ բոլոր զորությունիցդ։ Սա է առաջին պատվիրանքը։ Երկրորդը սրա նման, սիրիր քո ընկերին քո անձի պես։ Սրանցից երկուսի մասին է խոսում արդեն։ Սրանցից ավելի մեծ ուրիշ պատվիրան չկա։ Ուշացում դարձնում եք։ Պատվիրաններից որն է մեծ, ամենամեծ։ Տեր ասեց, առաջինը սա, բայց միայն սա չէր, որ սիրի քո Տեր Աստծուն։ 4-ը հարց, չէ, շոշափեց, Աստծո հետ կապված։ Սիրիր քո Տեր Աստծուն ամբողջ սրտից, ամբողջ անձից, ուրիշ տեղ ասում ամբողջ հոգով, բոլոր մտքից եւ բոլոր զորությունից, ոչ թե միայն սրտից, բոլոր ուրիշ Մատթեոս մեջ ասում է ամբողջ սրտով, ամբողջ հոգով, ամբողջ մտքով եւ ամբողջ զորությունով, նույնն է, բոլոր սրտով կամ սրտից կամ ամբողջ սրտով նույնն է։ Հետաքրքիր է, ինչ է նշանակում սիրի Տեր Աստծուն, լա ամբողջ սրտից նայենք։ Հաթ որ խորանանք շատ մեծ պատվիրան է սա։ Ամբողջ պատվիրանները ամփոփվել են այս երկու պատվիրանով։ Այս 10-բանյանն էլ է սրա մեջ, մնացած օրենքներն էլ են սրա մեջ։ Երկու մաս։ Աստծուն վերաբերվող մաս, մարդու վերաբերվող մաս։ Սիրի քո Տեր Աստծուն ամբողջ սրտից, հոգուց, քո ամբողջ էությունից, ոչ թե միայն սրտից, սիրիր, պատվիրանքը սա է, սիրիր քո Տեր Աստծուն, հետո մեկնում է ինչպես, սրտով, հոգով, մտքով, զորությունով, սեր զորությունով, սեր մտքով, սեր հոգով, սեր սրտով, սերը մտնում է 4 նշած տեղերի մեջ, Սիրիր քո Տեր Աստծուն, քո բոլոր սրտից, սիրիր քո Տեր Աստծուն, քո բոլոր անձից, սիրիր քո Տեր Աստծուն, քո բոլոր զորությունից եւ բոլոր մտքից։ Սիրինը մտնում է մասերի մեջ, ասենք ոչ թե միայն սրտով սիրիր, զորությունը միտքն ու ասենք այդ անձը մնա կամ հոգով մնա մի կողմ, չէ։ Հիմա ուշացում դարձեք եւ սիրիր քո ընկերին քո անձի պես։ Սիրիր քո ընկերին քո անձի պես։ Սեր ինչ է նշանակում։ Սիրիր քո սրտով, ասենք օրինակ։ Մնացած բաների մեջ մտքովը չենք խառնվի, շատ խորն է, հոգեոր պատերազմի մեջ որոշ չափով մեկներ ենք, մտքի հետ կապված են, ինչի հետ կապված, ինչի, բայց սա մեր սրտից։ Ինչ է նշանակում։ Ինչ մարդ սիրել եք դուք։ Հա, սրտով որ սիրել եք, ինչ է նշանակում։ Ահա, քույրիկ ասես, ուշք ու միտքը նրա հետ է։ Սրտից մեջ դրած է։ Իմ մասը բաժինն է, ասենց ասած։ Կամ ասում է, այս մարդը ինձ է մտել սրտս, մի երեխա կամ չէ, դենց են ասում։ Որ ես սրտանց սիրում եմ, ասենք սրտից մեջ է, այդ են ասում։ Սրտից մեջ է, երբ որ ասում եմ, սրտով սիրում եմ։ Սրտանց սիրում եմ, հասկանում եմ սիրելու բան, հա, գուրգուրելու, ասենց ասում, արժեքավորելու, գնահատելու, թանկացնելու, չէ, դենցա թե չէ, ապրեք, Աստված ձեզ օրհնի, մենք ինչ լավ քույրիկներ ունենք, ինչ լավ եղբայրներ ունենք, սրանից ավելի մեծ, այսինքն ավելի թանկ, ավելի արժեքավոր,
ավելի գնահատված Աստծու կողմից պատվիրան չկա։ Իսկ Մատթեոսի 22-ում որ Տիրոջ հարցին իհարկե Մատթեոս իր բառերով է գրել նույն Տիրոջ ասածը, բայց վերջում գիտեք ոնց է ամփոփում։ Այս երկու պատվիրանքներից կախված են բոլոր օրենքը եւ մարգարեքը։ Այդ ամբողջ գիրքը այս երկու պատվիրանների մեջ է։ Բոլոր օրենքը եւ մարգարեները։ Սա մեջ է։ Այսինքն, եթե դու անարգում ես օրենքը, դու անարգեցիր ես երկու պատվիրանը։ Անարգեցիր մարգարեներին, անարգեցիր ես երկու պատվիրանը։ Ինչպես է որ մարդիկ անարգում են օրենքը, չեն հասկանում։ Նրանք Աստծուն չեն հասկանում, եւ եթե ասում են մենք Աստծով պարծենում ենք, ես չեմ հավատում, սուտ է։ Պարծանքը պտուղ ունի։ Եթե դու պարծենայր Աստծով, Աստծո գնահատածը կգնահատեիր։ Եթե հասկանայր Աստծուն, Աստծո գնահատածը կգնահատեիր։ Աստծուն կհասկանայր, կճանաչեիր ինչ է ասում։ Տերը ձեզ օրհնի։ Ուրեմն սա ամբողջ, ինչ ասեց, այս երկու պատվիրանքներից է կախված բոլոր օրենքն ու մարգարեքը։ Տերը այս երկու բանն է ուզում հասցնել մեզ։ Երկար տարիների աշխատանքով, օրենքի եւ մարգարեների գործով։ Հիմա դնես որ անարգես եկում, քցես այդ ամբողջ հսկա հազարամյակները քցեցիք եկում։ Աստծո բոլոր աշխատանքը քցես մի կողմ։ Բայց չարի ծառաները հեշտ հանգիստ կերան մի ամիտ հավատացյալների խելքը։ Օրենքի տակ չենք, շնորհքի տակ ենք։ Պողոսը բոլորովին ուրիշ նպատակով է ասում, սրանք փոխել են։ Պողոսը սա է ուզում ասել, դեռ մի քիչ հետո կարդամ, որ օրենքով չի փրկությունը, արդարությունը, Քրիստոսով է, շնորհքով ձրի է, առնովի չի։ Որ ասում ձրի արդարացանք, ասում առնովի չի, ոչ քո փողով, ոչ քո գործով։ Սրանով չի ուզում անպատվել Աստծո օրենքը։ Ասում է, եթե մենք ես ենք ասում, արդյոք օրենքը դեն ենք նետում, ասում քավ լցյալ օրենքն ենք հաստատում, Պողոս ասում է։ Բայց սրանք ոչ թե օրենք են հաստատում ես քարոզիչները, օրենք են կողմ են նետում, շպրտում են, ասելով թե օրենքի տակ չենք իբր թե։ Այո, ճիշտ են ասում, ոչ օրենքի տակ են, նաև ոչ շնորհքի տակ են, սատանայի ձեռի տակ են։ Չարի իշխանության տակ են։ Եթե մեկը համարձակում ասո սուրբ օրենքը անպատվել, ուրիշ բան չի, քան որ նա չարի խելքը ունի։ Ինչքան էլ թող ինքը իրան համարի թե Քրիստոսին հավատում է։ Քրիստոսին հավատացողը Քրիստոսին բերող օրենքը չի անպատվի։ Իրեն բերող պատկերացա դու ես մի հարևանի կամ ընտանիքի անդամի կամ բարեկամի հետ խոսել ես եւ նրան բերել ես Քրիստոսի մոտ։ Ոնց որ Նաթանայելին բերին, չէ՞։ Պատկերացնում եք մեկ էլ Հիսուսը Նաթանայելին ընդուներ, բերողներին անպատվեր։ Կլներ ես բան, ժողովուրդ։ Հա։ Բայց ոնց է օրենքը Հիսուսի մոտ մարդ է բերում։ Դնում են օրենքները անպատվում են մարդիկ։ Իրանց բերողին Հիսուսի չի անպատվում օրենքը։ Իրանց բերողին անպատիվ են անում մարդիկ։ Օրենքը անպատվում են, այն օրենքը, որը դաստիարակ է դեպի Քրիստոս։ Տերը ձեզ պահի։ Հռոմեացի 13:9-12-ում էլ գրած է, որովհետև այն մի շնանա, մի սպանի, մի գողանա, սուտ մի վկայի, մի ցանկացիր եւ ուրիշ ինչ պատվիրանք էլ որ կա, այս խոսքումն է բովանդակվում, քո ընկերին սիրիր քո անձի պես։ Բոլոր, ասենք մարդուն, ասենք չէ, Աստծո վերաբերվող վերաբերմունք կա։ Մարդու վերաբերվող վերաբերմունք կա։ Այստեղ մարդու վերաբերվող վերաբերմունքն է, ինչ որ ասում է սա մարդկանցն է։
մի շնանա, ասենք մարդկանց հետ մի սպանի, մի գողանա, սուտ մի վկայի մի ցանկացի եւ ուրիշ իշ պատվիրաններ կա, որ մարդկանց հանդեպ Աստված տվել է, կույրին մի անարգի, խուրին մի հայոյի, շատ պատվիրաններ կան։ Ինչ որ ասել է, կնոջդ սիրի, երեխայդ սիրի, ամուսնուդ սիրի, եղբայրներդ սիրի, քույրերդ սիրի, հարևաններդ սիրի, այս մեկ պատվիրանի մեջ է ամփոփվում, ասում է սիրի քո ընկերին քո անձի պես։ Օրենք անարգող այս պատվիրանն անարգում։ Չգիտես, այդպես հեշտ մարդիկ համաձայնվեցին Աստծո օրենք անարգելու։ Հենց Աստծո անուն մեջը կա, գոնե դրա մի քիչ հենց դանդաղ էին։ Եվ ասում եմ մի քիչ արգելա կտորմուս տային։ Մինչև որ պարզեն, ես ինչ ասում, թեկուզ սկզբից չեն հասկացել։ Շուտ հոժարվեցին հեշտասիրության համար եւ միամիտներին խաբեցին, ըստ թակարդը գցեցին։ Ասում է, հետո շարունակում է իհարկե, սիրի քո ընկերին քո անձի պես եւ սերն իր ընկերին չար չի անում։ Ուրեմն օրենքի լռումը սերն է։ Եվ այս արեք իմանալով ժամանակը, որ ժամն է արդեն քնից զարթնել, ուշադրություն դարձեք։ Այս անելով, ասենք օրենքը հարգելով, օրենքի վրա գումարելով սեր, ասում է ժամն է արդեն քնից զարթնել, որտեղ մեզ հիմա ավելի մոտ է փրկությունը, քան թե այն ժամանակ, որ հավատացինք։ Գիշերն անցավ գնաց եւ ցերեկը մոտեցել է։ Ուրեմն դենք ցեք խավարի գործերը եւ հագեք լույսի զենքերը։ Պատահական չի։ Եթե դու օրենք հարգող չես, դու զենք հակած չես չարի դեմ։ Պատահական չի, որ օրենքի հետ վերաբերվում խոսում է, ասում է հագի զենքը, օրենք եւ սեր։ Եվ դու չարի դեմ կարող ես պատերազմել։ Մարդիկ օրենքը գցել են մի կողմ, սերը գցել են մի կողմ օրենքի հանդեպ ու ուզում են չարետել պատերազմեն։ Էդի նմանա գիտես ինչի։ Որ չարը շատ մարդկանց համոզում ասում, Քրիստոս քեզ պետք չի։ Այ դանակ դիր գլխի տակը, հաց դիր գլխի տակը, երեխու գլխի տակ։ Գիտի որ այդ բաներով ինքը չի պարտվելու։ Նա երկաթի կտրով, մի հացի կտրով, սխտոր դիր երեխու գլխի տակ։ Ընդհանրապես սխտոր լավ է, որ վիրուսների իր վրա է քաշում, բայց փրկության համար, հոգևոր կյանքի համար արժեք չունի։ Քրիստոս քեզ պետք չի, այս բաները բեր։ Այսօր մարդիկ ընկերել են ժողովուրդներից, ազգերից, ուզում են դրանք ստանք ինչ կախարդություն ունեն, որ իրանց ազատի իբր չարիքներից։ Բոլոր ազգերը իրար հետ միասին իրանց բոլոր կախարդություններով սատանային ոչինչ չեն կարող անել։ Բոլորը կործանված են։ Միայն Քրիստոսն է, որ կարող է փրկել մարդուն չարիքից ու չարից։ Այդ կախարդությունները չեն ազատելու։ Աստված ձեզ պահապան։ Մի երկար հատված ունեմ կարդալու, հետո անցնենք մի քիչ ավելի սրանց կարճ հատվածի։ Այն ազատությունով, որ Քրիստոսը մեզ ազատեց, հաստատ կացեք եւ դարձյալ ծառայության լծի տակ մի մտնեք։ Ահա ես Պողոս ասում եմ ձեզ, որ եթե թլպատվեք, թլպատությունը մարմնի վրա կատարող գործ է, գիտեք բոլորդ։ Եթե թլպատվեք, Քրիստոսը ձեզ օգուտ չի անի, չի տա։ Այսինքն եթե հույսը դրել ես թլպատվես արդար կոչվես, թլպատվես փրկվես կամ այս արարողությունները ուշադրություն դարձեք, կա հին ուխտի մեջ երկու կարգի օրենք։ Այն տասնաբանյան, որ մենք գրել ենք, այդպես մենք գրել ենք դրա մեջ այդ միտքը կան իրավունքի օրենքներ եւ կան ավանդության օրենքներ։ Այսինքն օրինակ իրավունքի օրենք մի սպանի, մի շնանա եւ մնացածը շեշտված է, այդտեղ հաթաթ չեմ ասում,
Սրանք թե հին ուխտի մեջ իրավունքի հարց են պաշտպանում, թե նոր ուխտի մեջ նույն իրանց դիրքը չեն փոխում, իրավունքի, ասենց ասած, բացահայտման համար են կանգնած եւ մեղքի բացահայտման համար են կանգնած։ Եթե խախտեցին, մեղան չլես։ Բայց կան նաեւ արարողությունների ավանդություններ, օրինակ թլպատվությունը դա մի արարողություն էր, դա իրավունքի հարց չկար։ Այնտեղ ուղղակի, ասում եմ, Աբրահամը արդարացավ առաջ, ոչ թե թլպատությունով, հետո թլպատության նշանն իր վրա առավ։ Դա մի նշան էր, որ մարդը թլպատվում է, կամ ուրիշ արարքներ, զոհերի հետ կապված եւ այլ, կան արարողություններ եւ կան իրավունքի հարցեր, որ իրավունքը թե նոր ուխտում, թե հին ուխտում ուժի մեջ է։ Նաեւ դրա համար Սուրբ ասում է, ով որ անիրավություն է անում, ասեն իրավունքի խախտում է անում, մեղք է գործում, մեղքը սա է։ Սակայն կան օրինակ արարողության մի բաներ կա, չէ՞, պատվիրան, շաբաթ պահի, չէ՞։ Այս ինչը մի կերեն, այն Աստված որ ասեց օրինակ գործ մի կեր, գործ ուտող ազգերին կանչում է ապաշխարության։ Զարմանալի է, չէ՞։ Դա փրկության հետ կապված բան չի։ Դա չնայած ֆիզիկական գուցե առողջության հետ կապված բան է։ Դրա համար ասում եմ կան երկու տեսակ պատվիրաններ, կան իրավունքի պատվիրաններ, մի գողացի, մի շնացի, մի սպանի, ծնողդ պատվի, սուտ մի խոսա, բայց մյուս կողմը կար ավանդությունների պատվիրան։ Հետո որ եթե մենք ուշադրություն դարձնենք նոր կտակարանում ավանդության պատվիրանները բոլորը հանվեցին, չի կրկնվում, բայց իրավունքի պատվիրանները պաշտպանում է Տերը։ Այդ օրենքի մեջ եղած, որ իրավունք է։ Ինչպես է գրված, մի գողացի, մի շնացի, էս արա Տերը։ Հաստատում էր օրենքը, ասում է ես չեմ եկել օրենքը ջնջեմ, այլ ես եկել եմ օրենքը կատարելու Տերը ասում է։ Օրենքի մեջ նաև կար հենց իր մասին գրած, որ օրենքի մեջ վկայությունով պետք է ինքը այդ գործերը աներ եւ անգամ խաչվեր։ Օրենքի մեջ էր գրած ձեր նման, ինձ նման ձեզանց աստված մի մարգարե վեր կացնելու, ինչ որ ասում են նրան լսեցեք, իր բոլոր ասածները լսեք։ Դա օրենքի մեջ էր գրված, այո, հենց օրենքը Քրիստոսի մասին էր վկայում։ Եվ եթե մեկ ասում է օրենքը մեզ պետք չի, Քրիստոսի մասին վկայությունն է լինում պետք չի ուրեմն։ Տեսնեք, որ ինչ անգրագետ հայտարարություն ու վարդապետություն եւ եկեղեցիները ընդունեցին։ Եվ ինչ ասում, դարձյալ վկայում եմ ամեն մարդու համար, որ թլպատվում է, թե նա պարտական է բոլոր օրենքը կատարելու, բայց բոլոր օրենքները մարդ չի կարող կատարել, որտեղ պարզվեց օրենքը սուրբ, մարդը մեղավոր, պարտվում է օրենքի պատվիրանների առաջ, մեղավոր է, ուզում է թլպատվի, ուզում է շաբաթ պահի, ինչ ուզում է անի, միևնույն է ամբողջ օրենքը չի կարող պահել, պարտվում է։ Դրա համար ասում եք, խափանված եք ուստի Քրիստոսից, դուք, որ օրենքով եք ամենում արդանալ, շնորհքից ընկած եք, որտեղ մենք հոգով հավատքիցն ենք սպասում արդարության հույսին, որովհետև Հիսուս Քրիստոսումը ոչ թլպատությունը մի բան կարող եւ ոչ էլ անթլպատությունը, այլ հավատքը, որ սիրով գործում է։ Լավ եք վազում, ով ձեզ ետ կանգնեցրեց այսօրվա նման, որ չնազանդվեք ճշմարտությանը, այլ այդ համոզումը նրանից չի, որ կանչես ձեզ, մի քիչ խմոր բոլոր զանգվածը խմորեցնում է, կատարվավ այդ խոսքը, թե չէ, աշխարհը խմորվել է թթխմորից, ես ձեզ վրա հույս ունեմ Տերով, որ ուրիշ բան չեք մտածի և ձեզ խռովեցնողը դատապարտություն կքաշի ով էլ որ լինի, բայց ես եղբայր, եթե տակավին թլպատություն եմ քարոզում, ինչու համար եմ հալածում, ուրեմն խաչի գայթակղությունը խափանված է։ Երանի թե բոլորովին կտրվեն նրանք, որ ձեզ խռովացնում են, որտեղ դուք ազատության համար եք կանչվել, եղբայր, միայն թե ձեր ազատությունը պատճառ չդառնա մարմնին, այլ սիրով ծառայեցեք իրար։ Ուշադրություն դառնա, ազատության եք կանչված, շատերը ասում են, մենք ազատության ենք կանչված, մենք օրենքի տակ չենք,
բայց այս մասը չենք ասում, ձեր ազատությունը չծառայի մարմնին։ Արդեն մարմնի ցանկություններ եք կատարում, մեղք է գործում ու ասում եք ազատ եք։ 50 օր մեղք է գործում, մեղքի ծառա է։ Որտեղ բոլոր օրենք այս մեկ խոսքումն է կատարում քո ընկերին, քո անձի պես սիրիր։ Բայց եթե իրար կծեք ու ուտեք, զգուշացեք, որ իրարից չփչանաք։ Բայց ասում եմ, հոգով գնացեք եւ մարմնի ցանկությունը չեք կատարում, որտեղ մարմինը ցանկանում է հոգուն հակառակ եւ հոգին մարմնին հակառակ։ Եվ սրանք իրար հակառակ են, որ միգուցե այն, որ դուք կամենում եք, այն անեք։ Բայց եթե հոգուց եք առաջնորդվում, օրենքի տակ չեք։ Եվ հայտնի են մարմնի գործերը, որ են շնություն, պոռնկություն, պղծություն, գիջություն, այնպիսի բաներ, որ օրենքը սրանց դեմ է, ուշացում դարձրեք։ Աստծո օրենքը մարմնի գործերին դեմ է, ինչ որ նշում է։ Կռապաշտություն, կախարդություն, թշնամություն, կռիվներ, նախանձներ, բարկություններ, հակառակություններ, երկպառակություններ, բաժանմունքներ, չար նայվածքներ, սպանություններ, հարբեցողություններ, անառակություններ եւ ինչ որ սրանց նման են, որ առաջուց ասում եմ ձեզ, թե այսպիսի բաներ գործողները Աստծո արքայությունը չեն ժառանգի։ Բայց հոգու պտուղն է սեր, ուրախություն, խաղաղություն, երկայնամտություն, քաղցություն, բարություն, հեզություն, այսպիսիների դեմ օրենք չկա, այսինքն եթե մարդը ինքը կատարում է սա, այլ օրենք իրան չի ասում, եթե ես չեմ գողանում, օրենք ինձ չի ասի, մի գողացի, որտեղ ես օրենքը կատարել եմ իմ բժշկվելով, վերստին ծնունդով, արդեն սուրբ մարդ եմ, կարող եմ կատարել օրենքը, դրա համար օրենքը էլ իրա բան չի, օրենքը մեղավորներին հանդիմանում է, դաստիարակում է, որպեսզի գան փրկվեն։ Դրա համար ասում է, բայց նրանք, որ Քրիստոսին են, իրենց մարմինը խաչ անեցին կրքերով եւ ցանկություններով միասին, եթե հոգով ենք ապրում, հոգով վարվենք, սնապարզ չնենք իրար գրգռելով եւ իրար վրա նախանձելով։ Սնապարզ չնենք, այսինքն ինչ է նշանակում։ Այսինքն պարծենում ենք մեր արածներով, տես ինչի մաստուն քայլ արեց, այս եղբորով ենք պարծնում ենք քույրիկով, գիտես ինքի սենց արե, մեկ ասում էր ինքը սիգարետը դրել աստեղը, ցանկություն եկենք ասել, նա այդպես էլ չես ծխի կարծես իր ուժերով հաղթեց սիգարետին։ Այսինքն պարծենում են, այս մարդը լավ հաղթեց սիգարետին, մեկը լավ հաղթեց խմիչքին։ Տիրոջ շնորհքն է մեզ ազատում ամեն փոքր թե մեծ թվացյալ մեղքերից։ Սնապարզ չնենք, պարծենում են, որ այս բանից ես sense ազատվեցի այն բանը, իրար գրգռելով եւ մարդիկ ձգտում իրանք են մի բան անեն, որ վաղը իր մասին էլ ասեն։ Տեսինք, իրենց իշքան էլ հիմա զարմանալի է, որ մանավանդ հերոստատուսով YouTube-ով որ մեկը դեռ մի շարան է գնում ուլունքի նման։ Էս ինչ եղբոր, էս ինչ քույկի, ինչ եղբոր, ինչպես է ապաշխարե, մեկն է գլուխ ագոն, թե ինչ չար մարդեր, հանցագործեր, վատներ, էսեր, էներ, աննես գլուխ գովալով ասում, որ վատ մարդ հայել է, հետո ապաշխարելա։ Իրան թվում է, թե ինչքան որ ինքը ցույց տա ինքը վատ մարդ հայել է, հիմա հոգևորի մեջ ավելի մեծ մարդ է դառը իբր թե։ Ամոթ ասում մեր ամանչում ենք անգամ կրկնենք, հիշենք մեր արածները։ Սկսանք հաճույքով խոսում են, թե ինչ կեղտոտություն չարություն են արել ու ոնց ազատվան իբր թե մեղքից, բայց որ հետները շփվել են երեք մի վկայություն է լսում մի մարդու, որ հերոստացույցով, ասենք YouTube-ի մեջ նայեցի, որ վկայում է իբր իր դարձը։ Ես այդ մարդու շատ վաղուց ճանաչում եմ։ Եվ մի 15 տարի կլինի ավելին։ Վկայում է իբր թե ինքը սենց ու ապաշխարեց, փառք Աստծուն, բայց ես ճանաչում եմ ինքը հենց նույնն է։ Գուցե չճանաչողն է ասեմ, վայ, ես մեկն էլ ապաշխար է։ Դրա համար ասում եմ, գնա անծանոթ գյուղ գլուխդ գովա, որ քեզ չեն ճանաչում։ Քո ճանաչված տեղերը գլուխը մի գովա, եթե հետես չես։ Աստված ձեզ օրհնի։ Ուրեմն մարդիկ փոխանակ աման չեն այդ մեղքից։ Մի հատ լավ փառավոր ձևով պատմեն, թե ինչ ես հանցագործեմ, էլ սենց մեկ էլ տեսալ գնում են, այս ինչ գող ապաշխարեց, յանից ինչ փառավոր մարդ ապաշխարեց, վայ, ձեր հասկացողությանը, մարդ պետք է աման չի, մի հիշում եմ 80-ական
թվականների մի արտիստի խայտառակեցին ինչ հաշվով արտասանալ մի արտիստի, ասին գժվել է, հիվանդացել է, ինչ այլ է, ասես գնացել է, ապաշխարել է, մի ինչ-որ եկեղեցի մտել, իր ամբողջ անցյալը ատում է, չի ուզում հիշի, գիժ է, իբր դրանով փառք է ձեռք բերել, պատիվ, ճանաչողություն, գժություն է մարդը մոռանա իր անցյալը, մենք զզվում է իր անցյալից, իհարկե թերթեր իրան խայտառակում են, իբր թե գիժ է, բայց գիժ չի, մենք արդեն հասկանում ենք, ինքը այդ պղծություններից զզվում է, այն որ արել է տիրոջ առաջ զղջացել է, չի ուզում հիշի, բայց մարդիկ հաճույքով պատմում են, հենց գիշեն, 100 անգամ էլ պետք է լավ գիշեն, հենց անցյալից չեն զզվում, ուրիշ բան, ոնց որ Պողոսը հենց զզվելով արդեն գալիս, որ դրա համար ասում է սուրբերի հետինն է, որտեղ տիրոջ եկեղեցին հալածեցի, հաճույքով չէր պատմում, ասում է, որ հանցավորները իմանան, որ այո, եթե Աստվածից ներ նրանց էլ կների, ոչ թե պարծանքով պատմում էր իր չարությունները, գլուխ գովալով, ուրեմն ինչ է ասում, մարմնի գործերը չարություն, հոգու գործերը բարություն, ինչ որ օրենքը պահանջում էր, բայց արդեն այն որ լավն են, խացեր, բարի, հավատքով, հեզությունով, ժուշկալությունով, այո, օրենքը էս էր պահանջում, բայց նրանք հասան դրան ոչ թե օրենքի շնորհիվ, այլ Քրիստոսի շնորհքի շնորհիվ, հետո եթե մեզ մնար, մենք չենք կարող այդ պահանջը կատարել օրենքի, չգողանանք, չշնանանք, այս չանենք, այն չանենք, այն չանենք, ամեն իր մեղքի մեջ բռնվել է, դրա համար Աստված տեսա, որ մենք անուժ ենք, օրենքն էլ դաստիարակ չեղավ մարդուն, որ ապաշխարի դեպի իրեն դառնա, այլ դաստիարակ եղավ, որ ապաշխարի դեպի Քրիստոս դառնա, օրենքը այդքան արդար է, որ մարդկանց չէր ասում եկեք իմ մոտ, եկեք երկրպագեք, ես դες դաստիարակում եմ, բացահայտում եմ, որ մեղավոր եք, այն է փրկիչը, Հիսուս Քրիստոս, գնացեք իր մոտ, ինքն է, որ մենակ կատարել է իմ բոլոր պահանջը, օրենքի պահանջը։ Եվ վերջում ուզում եմ կարդալ Եբրայեցիների 8:5-11, որ շատ անգամ կարդացվել է, 10-ը կրկնում է այս գաղափարը, նորից որ կարդացի այդ ուխտի մեջ կատարվող անցուդարձերի մասին է խոսում, հին ուխտի, ասում է, որոնք երկնավոր բաների օրինակով և շուքով էին ծառայում, ինչպես հրաման եղավ Մովսեսին, որ խորանը շինելու էր, մտիկ տուր, ասում է, ամեն բան անես այն օրինակի պես, որ ցույց տվեց քեզ սարումը, բայց հիմա Հիսուսն ավելի ազնիվ պաշտամունքի հասավ, որքան որ ինքն էլ ավելի լավ ուխտի միջնորդ է, որ ավելի ազնիվ խոստումների վրա օրինադրվեցավ, որտև եթե այն առաջին առանց պակասության լիներ, էլ երկրորդի համար տեղ չէր որոնվի, որտև նրանց հանդիմանելով ասում է Աստված, ահա օրեր կգան, ասում է Տերը, որ ես նրանց հետ նոր ուխտ կկատարեմ, Իսրայելի տան հետ և Հուդայի տան հետ, դե ժամանակ բաժանվել էր Իսրայել երկու մասի, Սամարիայի թագավորություն, Երուսաղեմի, Իսրայել էր կոչում են մի մասը, մյուսը Հուդա էր կոչում, ոչ թե այն ուխտի պես, որ նրանց հայրերի հետ արի այն օրումը, որ նրանց ձեռքիցը բռնեցի Եգիպտոսի երկրից հանելու համար, որտեղ նրանք չմնացին իմ ուխտի մեջ, ես էլ անփույթ եղա նրանց համար, ասում է Տերը, որովհետև սա է այն ուխտը, որ կդնեմ Իսրայելի տան հետ այս օրերից հետո։ Զարմանալի մի հատ բան է խոսում Տերը, հենց նայեք ինչ ասում։ Ասում է Տերը, ես կտամ իմ օրենքները նրանց մտքի մեջ և նրանց սրտերի վրա կգրեմ նրանք, և նրանց կլինեմ Աստված, և նրանք ինձ կլինեն ժողովուրդ։ Խեմ ասում զարմանալի։ Մտածում, բայց ինչի Տերը չասեց, Հիսուսը կգա, կխաչվի, իր խաչով, արունով ուխտ կկապեմ ձեզ հետ։ Ինչի չասեց, Հիսուսով եմ նոր ուխտ կապում, բայց ասում եմ, նոր ուխտը սա է, իմ օրենքները կդնեմ ձեզ սրտերի մեջ։ Հետաքրքիր է, չէ՞։
Հա? Չի ասում Աստված։ Մեսիան կգա խաչվի կամ արունք թափի նրա հետ կապված նա անձով ձեր հետ ուխտ կկապեն։ Այն առաջինն էլ է, ասենք ամփոփ ասում։ Ոչ թե այն ուխտի նման, որ Եգիպտոսից հանեցին ան ձեռքից բռնեցես, այլ չի մանրամասնում, որ Մովսեսը զոհ մորթեց, արուն թափեց, սրսկեց, ասեց, գրեց։ Այստեղ ամփոփ ասում է, սրա մեջ թաքնված է Քրիստոսի խաչը, Քրիստոսի գործը։ Ոնց կարա մարդու սրտի մեջ Աստված ինչ իրավունքով պետք է մեղավորի սրտի մեջ դնի սուրբ օրենք։ Հա? Դա ասում է, թունա պարծնա որ ճանաչում եւ հասկանում է ինձ։ Հիմա շարունակեմ նորից հետ դառնամ այս հատվածին։ Ասում է ես նրանց Աստված կլեմ եւ նրանք ինչ ժողովուրդ։ Եվ նրանցից ամեն մեկը չի սովորեցնի իր ընկերին եւ ոչ ամեն մեկը իր եղբորը որ ասի ճանաչի Տիրոջը, որտեղ ամեն մեկն է կճանաչեն ինձ նրանց փոքրերից մինչեւ մեծը։ Տեսա որ ճանաչելու հարցը բարձրացրեց։ Ասիկ Աստծուն ճանաչողները կհասկանան Աստված ինչ ասում։ Ասիկ ինչ եմ հասկանում ես։ Գիտեմ որ Սուրբ Աստված անիրավ մարդու սրտում, մեղավոր մարդու սրտում սուրբ օրենք չի դնի։ Նշանակում Աստված մի հատ գործ արեց, որով մենք սրբվեցինք, արդարացանք, մաքրվեցինք եւ թույլ տրվեց, որ սուրբ օրենքը դնվի մեր սրտերի մեջ։ Եվ դա Քրիստոսի հաշվին է եղել։ Նրանք ճանաչեն փոքրից մինչև մեծ, ասենք ինչ կհասկանան ինձ, ճանաչեն ինձ, ասենք Աստված ինչի՞ս էս բան արեց։ Ուրիշտեղ ուղղակի համարները, որ ինչ շատ չնեին, ասում եմ եւ ինչ կանեմ, ասում եմ ես դառնամ դեպի Իսրայելը եւ դառնամ դեպի հեթանոսները։ Բոլոր ազգերի համար է մեծ գործն անելու։ Տերը մի գործ արի, այդ գործի հաշվին կարա իրավունք ունի սուրբ օրենքը դնի մեր սրտերում։ Տերը ինքը ասես շնի եւ խոզերի առաջ սուրբ բանը մի գցեք, ձեր մարգարեները սուրբ բանը մի գցեք, ասես կտրորեն եւ ձեզ կգցեն ու հալածեն խփեն։ Խոզերի եւ շների առաջ մի գցեք։ Եվ Տերը ինչ որ ասել է ինքը իր ասացի Տերն է։ Մենք մեղավորներս որ ասում է Պիղծ, այսինքն հայերեն ամենօրյա խոսքով ասած հարամ։ Հա? Հայերեն չի կատակեմ, ոմանք ավելի լավ են հասկանում հարամ, քան թե պիղծ։ Այս հարամների սրտում ինչ սուրբ օրենք։ Հա? Այս պիղծերի սրտում ինչ սուրբ օրենք։ Աստված դες բան չի անի։ Նշանակում է սրբելու է, որ այդ օրենքը դնի։ Չէ՞։ Հենց որ այս հատվածի մեջ Քրիստոսի խաչը կա։ Քրիստոսի սուրբ գործը կա, ներումը կա, թողությունը կա, արդարացնելը կա, թե չէ մեր սրտերում սուրբ օրենք չէր դրվի։ Բայց վերջինը նայենք։ Աստված ինչի սուրբ օրենքը դրի մեր սրտերում։ Սկզբից ձեզ ասի, ինչ է նշանակում սրտանց սիրել։ Սիրել սրտանց, սրտումը սա, սրտից մեջ է։ Աստված օրենքը դրել է սրտիդ մեջ, որ դու սիրես նրան, ոչ թե քցես։ Ասես օրենքի տակ չենք, շնորհքի տակ ենք։ Դեսների մեջ չի, Աստծո այս ուխտը չի կատարված։ Ովքեր Աստծո օրենքը իրենց սրտից են կողմ են շպրտեն։ Այն սուտ վարդապետության ենթարկվելը թե օրենքի տակ չենք։ Աստված, որ ասցի, առաջին տողերը օրենքի, որ գրվեց, Աստված գրեց, վերջում էլ Աստված գրեց սրտերում։ Սկիզբը եւ վերջը օրենքի։ Աստված սկիզբ առավ գրեց տախտակների վրա, Աստված վերջում էլ գրեց սրտերի վրա։ Նա սրտերում կգրեմ, նա սրտերի մեջ կդնեմ։ Չեն դնի իրաց ջեբը օրենքը, առաջ դեմն էր, թևին կապած, փեշերին կապած, ճակատին կապած, հիմա որ գնում ես այդ ժողովրդի մեջ, դերում ես նա սունդուկ ասես, արծաթից կամ որևէ բանից
Սս կապացած սունդուկը նեկել մեջը տասնաբանյան դրած։ Իբր թե մենք Աստծուն հավատացող ենք։ Բայց մերը ճակատներից չի գրած, թևերից չի կապած, փեշերից չի, պատից կախած չի, թեկուզ կանք անենք, կախենք։ Բայց առաջին էս հարցը, եթե սրտումը չկա, այդ բոլոր բաները իմաստ չունեն քեզ համար։ Աստված այդ բոլորը տեղափոխե մեր սրտերի մեջ, որպեսզի սիրենք, փայփայենք, օրենքը սիրենք ամբողջ սրտով։ Աստծո միտքն է, Աստծո խոսքն է, ոսկե օրենք է, ադամանդե օրենք է։ Աստված ասում է, թե օրենք ես քո սրտում լինի, իսկ այս սուտ քարոզիչները ժողովրդին համոզել են, որ օրենք ենքում գցեն։ Այս Աստծուց է, թե ումից է, չարից է։ Եվ մենք պետք է կարողանանք խոսել, բայց ցավալի է, որ հենց օրենք անունը տալիս ես, իբր Աստծո սիրողներ, իբր հավատացյալներ չեն ուզում Աստծո օրենք լսել։ Եթե Աստծո օրենք չեն ուզում լսեն, այ մարդ Աստծուց է լսի, քննի, հասկացի, ոչ թե տրամադրված ես օրենքը քո մարդու համար ոնց որ բոբոյա դառը։ Հենց ասես օրենք 50 տարվա հովիվ ասում է, դրանց բանի տեղ մի դիր։ Անարգի Աստծո օրենքի մասի խոսողներին, Աստծո օրենք սիրողներին, դու պատկերացնում եք ուր են հասե։ Նրանք Աստծո օրենք կա, տենել ասեց, շատ տեղերում ասած, դուք անարգեցիք իմ օրենքները, ես էլ ձեզ եմ անարգելու։ Էսի իրականությունն է, դատաստանի օրը դուք կտենաք ձեր աչքերով։ Դուք օրենքս անարգեցիք, իմ իրավունքներս անարգեցիք, ես էլ ձեզ եմ անարգելու Տեր ասում է։ Ամեն մարգարեների միջոցով Աստված այսի։ Տերը ձեզ պահապան, Աստված ձեզ օրհնի։ Ուրեմն մենք շնորհակալություն հայտնենք Աստծուն, որ Աստված մեզ օրենք էլ տվեց, Քրիստոս էլ տվեց։ Մենք պետք է Քրիստոսի սեփականությունն ունենք, Քրիստոսով փրկված, բայց օրենքը մեր սրտերում դրված։ Սիրենք օրենքը, սուրբ օրենքը։ Օրենքով չենք փրկվում, բայց օրենքով ուրախանում ենք։ Օրենքը հրաշք է։ Ես ով էի, որ Աստված ինձ որոշեց սուրբ օրենք դնի սրտում։ Ոմանց էլ իբր թե նրանք ով էին, որ Աստված ուզում է օրենք դնի նրանց սրտում, սրանք էլ չեն ուզում, լես մեր հպարտներին նայի։ Օրենք բառը լսելով էլ տրամադրվում են, մերժելու։ Աստված ձեզ պահապան։ Աղոթք անենք, մեզ համար կաղոթենք, Հայաստան երկրի համար կաղոթենք, աշխարհի բոլոր քրիստոնյաների համար կաղոթենք, որ Աստված նրանց խաբված վիճակից հանի։ Աստծո օրենքը իրանց սրտում միջև չլինի, նրանք նոր ուխտի մեջ չեն։ Մերժվելու են արարողությունները դրսևորած, տերունական ընթրիկ ուզմաներն ուզման մկրտվեն, նրանք ուխտի մեջ չեն։ Եթե չկա նրանց սրտում Աստծո օրենքը, նրանք ուխտի մեջ չեն։ Աստված ձեզ պահապան։